Սա իհարկե օգտագործվելու է PR-ի համար, մանավանդ մինչև ընտրությունները, ամեն ինչ արվել է, որ մեզ ցույց տա, որ հիմա Ադրբեջանից մենք ստանալու ենք նավթ, գազ, խաղաղություն է լինելու, որպեսզի մեր ժողովուրդը չզգա, թե ինչպես ենք մենք դառնում կախված, ընկնում ենք կախվածության մեջ իրենցից։ Հետո Եվրոպան մեզ բեզվիս, էլի նորից կխոստանա բեզվիս, չնայած երևի մինչև վերջ չգնա, բայց ինչ-որ ձևով կհեշտացնի վիզային ռեժիմը, որ մենք շուտ դուրս գանք Հայաստանից, հեշտ փախնենք ստեղից, որ պարզվի, որ ոչ մեկին Հայաստան պետք չի, ավելի լավ է գնանք Միլանում կապուչինո, մոկաչինո խմենք, իսկ թե Երևան կլինի թե չէ, դա արդեն կապ չունի։ Բեզվիս կխոստանան, փող կխոստանան, առևտուր կխոստանան, այդ հաց կբերեն Ադրբեջանով գազ, ինչ որ ապրանքներով կլցնեն եւ մենք ինչպես ասում եմ, շատ սիրելի գործընկերուին Նաիրա Զորաբյանը Ախուրյանցի անոյի այդ զանգվածին կասեն, որ էժան չստիկներ առնելու համար, Թուրքիայից առնելու համար, իհարկե Հայաստան լինի թե չլինի, արդեն կապ չունի։ Եկեք հանձնենք, ամեն ինչ էլ հանձնենք, մենակ լավ ապրենք, մեր փորը լցնենք եւ մեր գրպանը լցնենք։ Դա արվելու է մինչեւ ընտրությունները եւ ասեցի, եթե նա ընտրվի, միանգամից ամեն ինչ փոխվելու է։ Հաջորդ պահանջը դուք շատ լավ գիտեք, առաջի ավտոբուսները գալու են Հայաստան եւ հայերը սկսելու են դուրս գալ Հայաստանից։ Եվ դրանից հետո արդեն մենք Հայաստան հետ չենք կարող բերել, չեմ կարծում։ Եթե մի տարի էլ անցնի այսպես 2 տարի, մենք այնպիսի վիճակի մեջ կլինենք, որ հետ չենք կարող բերել։